Կարիք կա ունենալու խորհրդային բռնաճնշումներին նվիրված թանգարան։ Անհրաժեշտ է գաղտնազերծել Պետական անվտանգության կոմիտեի բոլոր արխիվները։ Բոլորը կարող են պատասխանել դարակներին փակցված այս հարցերին եւ թուղթը դնել դարակում կամ մի նշան թողնել պատինի հիշատակ ընտանիքի բռնաճնշումների զոհ դարձած անդամի։ Մեղադրանքը՝ հայ, խորհրդային տերորը ցեղասպանության ստվերի ներքո։ Այսպես է կոչվում Հայաստանում խորհրդային բռնաճնշումների մասին Աննա Մարգոլիսի համադրած ցուցահանդեսը։ Արդյոք այս ժամանակաշրջանը դարձավ մեր համատեղ հիշողության կարևորագույն դրվագներից մեկը։ Այս ողբերգության մասին մեր հիշողությունը ավելի փոքր է, քան հայերի հետ պատահած մնացած ողբերգությունների մասին հիշողությունը, հայոց ցեղասպանությունը, երկրաշարժը, երկու պատերազմները։ Հայոց պատմությունը բավականաչափ ողբերգություններ ունի։ Բռնաճնշումները որոշակի տեղ ունեն մեր համատեղ հիշողության մեջ, բայց դրա առանցքը չեն։ Խորհրդային միության սահմաններում տեղի ունեցած բռնաճնշումները երկրեերկիր իրենց ձեռագիրն են ունեցել։ Հայաստանում այլախոհությունը միայն իրեն հատուկ մի հատկանիշ ուներ՝ կուսակցությունների գոյությունը։ Այսինքն ոչ թե պարզապես այլախոհների խմբեր, այլ հենց քաղաքական կուսակցություններ։ Ռուսաստանում օրինակ այդպես չէր։ Ցուցասրահում ներկայացված են 1917-ից մինչ մեր օրեր Հայաստանի պատմության Խորհրդային միությանը միահյուսված հատվածը։ Ոչ մի պետական պաշտոնյա չի մասնակցել հունիսի 14-ին բռնադատվածների հիշատակի օրը կազմակերպված որևէ միջոցառման։ Անգամ քաղաքային մակարդակում ոչ մի ծաղիկ չի դրվել։ Միայն Սերժ Սարգսյանն է ներկա եղել մեկ անգամ, այն էլ հուշարձանի բացման օրը։ Ցուցասրահում ոչ միայն անուններ ու թվականներ են, այլև անձնական իրեր։ Կոստան Զարյանի ակնոցի կլորավուն շրջանակը, Գուրգեն Մահարու Սիբիրյան աքսոր անցած սև սապոգները անձնավորում են ողբերգությունը։ Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 1-ը Արդի արվեստի կենտրոնում։